Բարի երեկո, մեդիաբի եթերում մեդիա արենան է, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ հանրային գործի Սամվել Աշոտյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավեր ընդունել։ Ես եմ շնորհակալ հրավիրելու համար։ Պարոն Աշոտյան, մենք հիմա այս քանի օրը 9-րդ գումարման ազգային ժողովն ենք փորձում ունկնդրել եւ հասկանալ ինչ ընդդիմության հետ գործ ունենք, որն է նրանց առաքելությունը, իշխանությունը բնականաբար չի փոխվել նույն մարտավարությամբ են առաջնորդվում։ Եսին։ Այս երկրորդի մասով կարելի է քննարկել։ Հեսա փորձենք, այն ինչ որ կա ես ասեմ, հետո դու եթե կունենաք հակադարձելու բան սիրով։ Եվ հիմա նաև իշխանությունը ինչ է անում, ասում է եկեք համախմբված, ասենց հանդուրժող լինենք, փորձենք ազգային ժողովի մեր աշխատանքները ավելի նպաստավոր դարձնենք, ես չգիտեմ այդ նպաստավորը որն է, որովհետև տեսանք, որ նաև ԿՊ-ն ազգային ժողովի նախագահ առաջադրեց, ինքը իրան ընտրեց, ինչպես միշտ որ լինում է եւ փոխնախագահներ։ Մի խոսքով, ինչպիսին է մեր այսօրվա 9-րդ գումարման ազգային ժողովը։ Ես կասեի մեծապես վարկաբեկված, ոչ լեգիտիմ, որովհետև երկու կողմից էլ մեղադրում են իրար ոչ լեգիտիմ լինելու մեջ ու երկու կողմից էլ հիմնավոր փաստարկներ են հնչում։ Ինչն եմ ես ուրեմն դուք ասեցիք որ իշխանությունը չի փոխվել ես այդ մասով մի քիչ կքննարկեի որովհետև հա փաստացի ոնց որ մենք տեսնում ենք չէ իրանց գործիքակազմերը մի փոքր փոխել են օրինակ 8-րդ գումարման ազգային ժողովում հենց կարծում առաջին օրն էր որ հարձակվեցին ծեծեցին ընդդիմությանը հիմա արդեն այսպես խաղում են որպես շատ բան էլի կոնստրուկտիվ ու դա էլ իր պատճառն է իրականության մեջ իրանք հասկանում են որ ժողովրդի շրջանում իրենք չունեն այն աջակցությունը որը հնարավոր է այսպես ձիգ իշխանությունը պահել, իրանք հասկանում որ իրենց առաջ բավականին վտանգավոր ընդդիմություն է հավաքված, որովհետև ընդդիմության քանակը սուտ եթե նայում են, քանակապես ավելի մեծացել է։ Իրանք, այսինքն այդ բանի մեջ տեղեր են կորցրել, էլի արդեն ունեն 63 падգամավոր, կարծում եմ այստեղ հարցը նրանում է որ իրենք կաշկանդված են, հա, ընդդիմության առումով։ Իհարկե կաշկանդված են, ոնց կարող ես կաշկանդված չլինել այդ մասով, որովհետև նկատել դրա համար Չէ, կաշկանդված են, միանշանակ ես նկատում եմ, որ իրանք կաշկանդված են, ընդդիմությունները արդեն ընդդիմությունից կախված, իհարկե ընդդիմության մասով էլ չգիտեմ էլի, որ նայում ես որոշներին, կոնկրետ ուժեղ Հայաստան կարելի է այստեղ քննադատել նրա համար, որ ում ասես բերել լցրել են ազգային ժողով, եթե անկեղծ ես այնտեղ տեսնում եմ իրանց թիմը օրինակ քաղաքական մարդիկ։ Հա, ես տեսնում եմ այնտեղ օրինակի համար կան հստակ քաղաքական մարդիկ ու լավ պատրաստված, կան մարդիկ ում ես հարգում եմ, մի խոսքով անձ չտամ, բայց կան ավելի շատ մարդիկ ում ես պարզապես չեմ ճանաչում, որտեղից են եկել, ինչ են արել։ Մենք ասում ենք չենք ճանաչում, ասում այդ որ դուք չեք ճանաչում, դա չի նշանակում, որ իրենք քաղաքականության մեջ չեն։ Մենք հասարակական քաղաքական կյանքում շատ ակտիվ ենք, ոնց մենք կարող ենք չճանաչենք ինչ-որ մեկին։ Վերջի տարիներին, ասում եմ վերջի 1 տարվա ընթացքում իրենք պայքարի մեջ են եղել։ Դե հա, վերջին 1 տարը դրանից առաջ ոնց որ երևի բանով էին զբաղված էին իմ քայլը հիմնադրամի փող ուղարկելով օրինակ։ Քննադատելու տեղը շատ կա էլի այդ մասերով, իհարկե, բայց լավ է, ամեն ինչը մի կողմ թողնենք, չէ, մարդիկ կան ու չենք ճանաչում պարզապես։ Հիմա այս իրականության մեջ ոնց որ հնարավոր էր ու եթե նկատում եք, օրինակի համար Հայկ Կոնջոյանը, որ այսպեսի մեջ բանի մեջ չեն գա, սկանդալի մեջ չընկա, որ ցանկացած այլ երկրում միանգամից այսպես պրոպկի նման կթռներ դուրս պարլամենտից Նիկոլ Փաշինյանը չնահանջեց, իրեն թողեց, իսկ ի՞նչն է խնդիրը, նայեք, այս պերճախոսության կոպիտ ասած բան պետք է լինի ազգային ժողով, որտեղ քաղաքական խոսքը շատ գնահատվում է, որովհետև ժողովուրդը ակնհայտորեն շատ կարող են խոսան, ասեն, այ ժողովուրդը ընկալում է քաղաքական խոսք, ես ամբողջ ընթացքում ոնց որ քաղաքականությունը որ դարձավ շատ հանրային ու մի խոսքով տարբեր process-ների ընթացքում դա դարձավ ժողովուրդն էլ այնքան լսեց արդեն ժողովուրդը սկսում է հասկանալ մանրից քաղաքական խոսքը գնահատել այդ գեղեցիկ խոսքը գեղեցիկ հայերեն խոսքը ու այստեղ ոնց որ երկու կողմերից օրինակ այն մի կողմից Հայաստան Դաշինքն ունի Քրիստինա Վարդանյան ունի Աննա Գրիգորյան այդ երկուսը իրանք շատ լավ իրենց գործարանում կարծես Մեսրոպ Մանուկյանն չէ իրանց միացել ինքն էլ այդ բավականին քաղաքական մարդ է շատ իրականության մեջ քաղաքական նայենք Աղնեսանել Խամոյան վատը չի հա այնպես կողմից էլ կա Էդգար Ղազարյան որ ինքը ասենց հստակ շատ սուր քաղաքական դեմք է ու ինքը կարողանում էլի բայց մնացածի առումով օրինակ դեռ չենք տեսել կամ ասենք այտենց չգիտեմ էլի աբսուրդ ինչ որ բաներ ենք տեսնում որ դեռևս ուժեղ Հայաստան սպասենք տեսնենք ինչ ձև իրենց կդրսևորեն ընդհանուր առմամբ շատ բան է քաղաքական բաներից ճգնաժամերից անպակաս է լինելու այս ամեն ինչը որովհետև մենք տեսնում ենք որ իհարկե իրանք փորձում են իբրև թե երկու կողմից էլ կոնստրուկտիվ լինել
լինել, բայց բանը հասնելու նրան, որ ծայց կրտուկ է դառնալու, էլի ակնհայտորեն, որովհետև այն մի կողմից քյուրմամիշ բառը հնչեց, այն մի կողմից հորդ բառը հնչեց, ակնհայտորեն սա ոնց որ տանում է դեպի այդ խփոցին մեծ տեսնենք ինչ ձև իրենց կդրսևորի ընդդիմություն, որովհետև մի բան էլ ասեմ, օրինակ ուժեղ Հայաստանը այդ մասով բավականին ոնց որ ունի էլ իր գործիքը կազմնել ինչ որ ձևերով ոնց որ ուզում է մշակած լինի, ինքը իր օրակարգը ոնց որ ուզում է բերած լինի, դե տեսնենք ինչ ձև կանեն, ես հույս ունեմ, որ գոնե այս ազգային ժողովում գոնե թե այդ իրար վիրավորանքներ հնչեցնելուց իր նկատմամբ բացի ինչ որ օրենքի նախագծեր կգան կամ օրվա իշխանության բերած բաներին, այդ առաջարկություններին, չգիտեմ, այդ սահմանադրության փոփոխություն օրինակ հստակորեն իրանք կկարողանան պայքարել ներսից թույլ չտալ, որ այդ հուսանք, բայց նաև մոռացանք նորաթուխ падգամավոր ամենաերիտասարդ տղայի, որ ասեց հարգանքով պետք է մոտենաք ինձ, հարգանքով պետք է հարցեր ուղղեք, ես պատերազմի մասնակից եմ եղել եւ անընդհատ ինչ որ շեշտում են նորաթուխները, երբ որ հարցը հնչում, ասում են մենք падգամավոր ենք, կարծես մենք չգիտենք, որ իրանք падգամավոր են, անընդհատ հիշեցնում են իրենց գոյության մասին։ Նայեք, այս ամփորձությունն է բնականաբար դա այդ ամփորձությունից է նախ գալիս։ Խստորեն քննադատել չարժի, նախ շատ ամփորձություն է գալիս, երկրորդ ես գիտեք ինչ կուզեի, որ մեր խորհրդանելը նախ եւ առաջ ես կուզեի, որ մենք այդ պատերազմի մասնակցելու հարցը ոնց որ շատ շահարկենք, որովհետեւ ես էլ եմ պատերազմի մասնակցել, բայց ես երբեք օրինակ զուտ այդ փաստից ելնելով բան չեմ, դա պարտավորություն է եղել։ Ես դա որ նայել եմ որպես իմ պարտավորություն, որպես բայց դու գնացել ես պատերազմի։ Ես ծառայել եմ, ծառայելուց հետո որ զորացրվել եմ 2020-ին զորացրել, այո, կնայ 2018-ին եմ զորացրվել, 2020-ին արդեն կամավորագրվել գնացել։ Բայց այդ ընթացքում ուղղակի ծառայության մեջ ա եղել։ Դե ճիշտ է, չէի ուզի ինչ-որ գրադացիա դնեի, որ ով ավելի լավ կռվել, ով պարտադիրին եղել, ով կամավոր, որովհետև ցանկացած կռված զինվոր մեծ գործ է։ Ուղղակի գիտեք, այս պայմաններում երբ որ մենք տեսնում ենք, որ օրվա իշխանությունը ամեծև փնտրում է, որ մեր արածը արժեզրկի, ոնց որ չպետք է ընդդիմության կողմից արժեզրկվի, դա որովհետև դա շահարկման տեղ է բացում, դա ծաղրի տեղ է բացում, դա հանրության մեջ այնպես էլ ոնց որ բաներ կա, որ չպետք է կպնելու, չպետք է թույլ տաս այդ տեղը թողնես, որ կպնեն, որովհետև այդ արտահայտությունը կարծում եմ հույս ունեմ Շիրազը չի արել այնպես ինչպես կուզեր անել, էլ ինքը դա նկատի չի ունեցել հուսամ, բայց ամենդեպ պետք է ավելի զգույշ լինի արտահայտության մեջ, որովհետև արդեն ոնց որ բլոգեր չես, падգամավոր ես, էլի ոնց որ խոշորացուցիչ տակ է գործունեությունը փաստացի։ Հատկապես լրագրողները որ կարան հանգիստ։ Ու ես մի հույս էլ ունեմ, քանի որ Շիրազ Մանուկյանը ինքը բան է, պատերազմի մասնակից է, ես շատ մեծ հույս ունեմ, որ ինքը շատ ուշադիր կզբաղվի, ոչ միայն խոսա նրա մասին, որ պետք է հարգել իրան, այլ նաև շատ այսպես կպած կզբաղվի հենց մեր զինվորների հարցերով, պատերազմի վետերանների, որովհետև մի հատ հարցն եմ, էլի մենք տեղյակ ենք, մենք ընդհանրապես ինչքան բաներ ունենք, հաշմանդամներ, այսպես էլ չկարողացա ինչ-որ բաց աղբյուրներից գտնել, ինչքան հաշմանդամություն ունեցող մարդ ունենք մենք ու ինչ կարիք ունեն իրանք։ Այո։ Ես չգիտեմ մեր զինվորներից ով որտեղ է ինչա, կա տենց ինչ-որ մի հատ տեղ մի հատ միասնական, որ գնաս ծանոթանաս այդ մարդկանց խնդիրներին։ Զոհերի հստակ թիվ չգիտեմ։ Հա, ինչ-որ անընդհատ բաներ է, մանիպուլյացիաներ, 5000 թվի շուրջ բան, որ մի խոսքով, մի խայտարակություն, որ հաշվեց 5000-ից շատ ավելի է իրական իրանց օրոքետ զոհերը։ Իմ ասածն ինչու՞մ է, որ մենք խորհրդարանում մեր պետքա ունենանք ամեն որից ինչ-որ հստակ կարող մարդ։ Օրինակ մենք չունենք բնապահպանական հարցերով զբաղվող մարդ։ Մեր խորհրդարանում չկա տենց մարդ։ Մեր խորհրդարանում չկա մեր զինվորներով զբաղվող մարդ։ Չկա այն մարդը, որ կգա խորհրդարան, կասի գիտեք ինչ կա այս մեր զինվորը, անուն ազգանունով կամ չգիտեմ, այս խմբի հաշմանդամություն ունեցող զինվորներն այս բանի կարիք ունեն։ Դե հանձնաժողովներ են ձևավորվում եւ հանձնաժողովը ընդհանուր առմամբ։ Որ այդ այն հանձնաժողովից է, որ մեկի ղեկավարը Հռիփսիմե Հունանյաններ են, բան են, բարձրագույն կրթություն չունեցող։ Այդ առողջապահությունն է Հռիփսիմե Հունանյաններ, որ այդ բաներից մեկի իմաստունի մենք խոսենք իրենց ենթադրել էֆեկտիվության մասին։ Հիմա անդիմությունը կարա այդ ամբողջը շտկի, եթե կա։ Ոնց է շտկի, վայ ես մենակ ուրախ կլեմ, բա դրա համար, բա մենք դրա համար ենք իրանց գործուղել, չէ՞ այնտեղ։ Չէ, ես իրանց դրա համար չեմ գործուղել։ Նաև լավ չասենք։ Ես իրանց գործուղել եմ իրենց խոստումների համար իշխանափոխության, ոչ թե մանդատ առնեն գնալիս։ Հա, այդ դրա համար իհարկե շարադրություն գրեն, երեկոյան ուղարկեն այդ շարադրությունը բանը ձաձան կարդա, ձաձանն էլ օքեյը տա, գնան ազգային ժողովի ամբիոնում, ասեն պատվարժան եւ արժանապատիվ գործընկերներ, երեք ուժեղներից մեկը այդպես ասաց, արժանապատիվ, բան ուզեցի հասկանամ այդտեղ նստած բոլորն են արժանապատիվ, էլի։
եւ հարգանքի արժանի։ Տեսնեք, մարդը հանգարց ես չեմ ճանաչում, չգիտեմ ով է դա ասել, ուղղակի կխնդրեմ այդ մարդուն հանգարց դա նենց չդառնա, որ չգիտեմ, օրինակ Գեգամ Նազարյանի ոճով մեկ էլ տես մանրից որ սկզբում բաներ չանում ասում էր Նիկոլ դու ես սպանել իմ ապգարի մեկ է դառնում որ դե Նիկոլը ինչ անի խեղճ հարիվն ինչ անի ախր ես հույս ունեմ այդ նմանատիպ բաներ մենք չենք տեսնի ուղղակի ես իրանց մեջ երկու հոգու աչքի տակ ունեմ Գեգամ Նազարյան որ այսպես բայց անունը որ չեմ տալիս որտեղ հենց Հայաստան դաշինքը ձևավորվեց եւ խորհրդարան գնաց ես առաջիններից եմ եղել որ ասել եմ Գեգամ Նազարյանը ԿՊ-յա դառնալու օ սրերով էին բանան արդյունքում երկու հոգի կա նայեք ես այս պայդրությամբ կոնե թե սպասում մի հատ տեսնեմ իրանք ոնց իրանք կդրսեւորեն օրինակ Հայաստան դաշինքը մենք գիտենք իրանք կուր են ամեն դեպքում իրանք տեսել ենք իրանք արած գործը գիտենք ոնց որ ավելացնելու բան չկա եթե իրանք իհարկե իրանք գործունեության մեջ բան չփոխեն ինձ օրինակ հիմա այն դուր չեկա որ Արցախի դրոշները հանել են չէ կարծես հա օրենք համակերպվեցին դրա ինչի օրինակի համար եթե դուք բան էիք անում այդ ուղին բռնել եք ու դուք մտածում եք պետք է ինչ պետք է թողեք նախ Արցախի դրոշ ընտեղից դուրս գա գոնե թե ձեր դիմացից այդ մի հարց է այսինքն նահանջ կա այսինքն այն ժամանակվա բանից այդքան ոնց որ մի քիչ նահանջ են արել էլի իրանց սկզբունքներից տեսնենք բայց չմոռանանք որ Նիկոլը ասեց այն բաները որը դրած էր սեղանին այդ չի լինելու ինքը նկատի ուներ դրոշները թե դրանին որ համակերպեցին իրանք հիմա կարող են բերել հանգիստ դնել իրանք կսիրետ ասացի պետքա մնային դրոշները ի հեճուկ սիր ասացի պետք է մնային բանի մասով ուժեղ Հայաստանի մաս ճիշտ ասած իրանք այո շատ ամփորձ են շատ չափազանց ամփորձ են բոլորի մասին չի խոսք ոնց ասեցի այնտեղ այդ Ղազարյան կա ով որ շատ փորձառու է ու շատ խորաման կա շատ տենց գիտի ինչը ոնց անի էլի քի կթածակով է մնացածի մասով ես որ սպասում եմ տեսնեմ իրանք ինչ կանեն որ հասկանանք բայց այդ ամփորձությունը կարևոր է պարոն Աշոտյան նայեք օրինակ 18 թվականին եւ որ այս քայլականները եւ ուսապարկերը եկան իշխանության այն ժամանակ էլ էինք ասում թե նոր են շատ բան չեն հա թող աշխատեն նման խոսույթ կար չէ տեսեք այդ այնքան վտանգավոր չի ընդդիմության մասով ինչքան իշխանության մասով ամփորձ լինել երկրորդ ամփորձ լինելը նայեք ես ոնց եմ ինչ եմ պատկերացնում ասելով ամփորձ պարտադիր չի մարդը ամբողջ կյանքում քաղաքականության մեջ լինի որ ինքը փորձառու լինի պարտադիր է որ մարդը ինչ որ մի բանի մեջ խորացած լինի ինքը հասկանա դրանից խորապես օրինակի համար ես մենակ որ աշխատում եմ այս պահին կոնկրետ ընկերությունում ես շփում ունեմ տարբեր ազգությունների մարդկանց հետ այդ աշխատանքի շրջանակներում ու այդ ինձ փորձ է տալիս արդեն մարդկանց հետ շփվելու փորձ stakeholder ասածներին այսինքն ավելի վերադասների հետ շփվելու փորձ եւ այլն մարդը ես գոնե հույս ունեմ որ այնտեղ մարդիկ ովքեր գնում են իրանք բիզնես փորձ կունեն բիզնես փորձն էլ է կիրառելի քաղաքականության մեջ սովորական աշխատանքային փորձն էլ է կիրառելի քաղաքականության մեջ ամեն ինչ որովհետև քաղաքականությունը ինքը այդպես հստակ ինչ որ ես չեմ նայում էլի այդպես կոնկրետ ճշգրիտ գիտություն չի ես չել համարում ճշգրիտ գիտությունը ինքը մարդկանց այսպես ասենք փափուկ հմտությունները կիրառելու վայր է ով որ փափուկ հմտություններն է այնտեղ ամենաարժեքավորը այսինքն քո շփմելու կոմունիկացվելու հնարավորությունները քո ռետորական ինչ որ ընդունակությունները քթածակը շատ այդպես տարբեր բաների այդպես միախառնում այդ հիմնական փափուկ կարողություններ են ինձ դուր չի գալիս որ այս մարդիկ փափուկ հմտություններ չունեն որովհետև փափուկ հմտությունները հնարավորություն կտան այս մարդկանց ավելի ճիշտ իրենց խոսքը դասավորել իրենց քթածակը հնարավորություն կտա գոռոզ չխոսել ու վերջում խայտարակ չլինել այսինքն չես սկսած դեռևս քաղաքական կարիերան չտրակել կոպիտ ասած հասկանու եւ ամենակարևորը պատասխանատվության զգացում ունենա թեկոզ եւ պատասխանատվության զգացողությունը այո որ իրանք գոնե թե ոչ թե միայն իրավունքները զգան որ ստացել են նոր իսկ իրանք ակնհայտորեն նոր իրավունք են ստացել նաև պատասխանատվություն զգան որովհետև իրանք արդեն այլևս ոչ բլոգեր են այլևս ոչ չգիտեմ ինչ որ մեկնաբան են իրանք այս պայդրությամբ ազգային ժողովի падգամավորն պետք է այդ ինստիտուտի բանը պահեն Այդպես մասով հələ որ սպասենք հետևենք իրանց ճիշտ ասած ես առաջ դեռևս բան չէի քննադատում շատ ընդդիմությանը որովհետև մտածում էի լավ էլ սպասենք ընտրություններ լինի շահարկումներ չլինեն չասեն մեզ խանգարում ես եւ այլ բայց արդեն անցել է ես հարային էլ եմ ասել հիմա էլ եմ ասում որ ես շատ ուշադիր հետևում նաեւ ընդդիմության գործունեությանը այն բան վիդեոներից եթե հանկարծ այդպես ինչ որ խայտարակ բաներ լինի ամբողջ վիդեոներից սպասեն նաև իրենց մասնակցությամբ իմ այո դա շատ կարևոր է որովհետև իրանց թվում է որ իշտեն գետնին եթե հանկարծ զգանք որ իրանք օդ են բարձրանում պետք է իջեցնել գետնին իրանց
Եվ չմոռանամ, որ ժողովուրդը պահանջատերն է, իրենք ծառայողներ։ Այո, միանշանակ։ Եվ պարոն Աշոտյան, վաղը լինելու է դատական առաջին նիստը, հա, կարծես վեհափառի, ես իհարկե չեմ պատկերացնում դա ինչպես է լինելու վեհափառին տանելու։ Ես չեմ պատկերացնում։ Ես դա մեր ամոթն է, դա մեր խարանն է, ես չգիտեմ ինչ է կատարվելու, բայց ինչ սպասենք, հա, մենք նաև գիտենք հայկական այսօրվա դատարանները, այո, որ կողմից է, հա, փչում քամին եւ ինչ գործողությունների կարող են իրենք։ Ակնհայտորեն Նիկոլ Փաշինյանը սրանց փորձում է վարկաբեկել ոչ թե հենց բուն մեր կաթողիկոսին որպես անհատ, որպես Գարեգին II, այլ ինքը ինստիտուտն է վարկաբեկում, այսինքն մենք տարբեր ինչ-ինչ պատճառներով տարբեր ձև կարող ենք վերաբերվել Գարեգին II կաթողիկոսին։ Տարբեր մարդիկ, չգիտեմ, տարբեր են, մենք աշխարհիկ պետություն ենք, իրանք կարող են ունենալ իրենց սեփական կարծիքը, բայց պետք է մի բան մենք կարող ենք։ Օրինակ կներես ռուս պատրիարքը, երբ որ տարիներ առաջ Գառնի էր եկել, ես Գառնի հետո շարունակեց Գեղարդ եւ ինքը գիտես գոյություն չուներ, ինքը պապիկ էր, ծեր պապիկ էր, որի թևերը մտել էին ու հազիվ տենց բերում էին, որ ներս մտներ, ինքը գոյություն չուներ եւ նաեւ խմած էր, ինչ էր, չէի հասկանում ինչ էր, որովհետեւ լավ տենց բուրում էր նաեւ, ես էլ լուսաբանող լրագրող էի, դու տեսնեիք ռուսներ կային, իրենք ոչ թե մոտենում էին իրեն այդ տեսանկյունից եւ փորձում էին նկարել, որպեսզի խայտարակեն այս պատրիարք, այլ ընդհակառակ իրանք մոտենում են եւ օրնություն են ստանում այս մարդը։ Կարա լինի։ Այդ մենակ մենք կարանք, հա, բայց նայ, չէ, մենակ մեզ չասենք, մենակ մեզ չասենք։ Ես հիշեցնում որ տարիներ առաջ Ռուսաստանում օրենք մտցվեց հենց հավատացյալների զգացմունքների ոնց որ վիրավորելու ինչ-որ հոդված կա, որի պայմաններ բան, չէ, Ռուսաստանում ասեմ ձեզ ռուսների վերաբերմունք շատ առավել ոչ միանշանակ է իրանց պատրիարքներին, որովհետև անկեղծության համար ասեմ, շատ այդպես դիպվածներ ցավալի դեպքեր եղել են, օրինակ Հայկ Կոնջորյանը, որ հելնում է ու տեսլեք երևի այդ տեսանյութը ու խայտարակություն է ուղղակի։ Ասենք որ դա խայտարակության նման բան եղել է, պետք է դա էլ հասցեագրել, խոսել դրա մասին, որ հենց այդտեղից էլ է այս խնդիրը վարկաբեկման եկել, վարկաբեկման խնդիրը եկել է Բենտլիներից, նմանատիպ պատմություններից որ տեսնել։ Ռուսաստանում շատ ավելի ահավոր դեպք են իհարկե եղել, բանի համար արդարության համար ասենք մերոնք ավելի համեստ են, բայց այդտեղ մի հատ հարց կա, որ ես կարծում եմ քրիստոնեության դրամասն որ բոլորը կարող են սխալվել, բոլորը բացառապես ու մենք պետքա այդ քրիստոնեական ներողամտությամբ միմյանց մոտենանք, թե մեր հոգևոր հայրերը մեզ, մենք մեր հոգևոր հայրերին, նույնը կարելի ասել այդ բոլոր ոլորտներում քաղաքագործիչներ չեմ ուզում բան անել, առանձնացնել, որտեղ իրանք հանրային բաներ են, էլի աշխատողներ, իրանք մեր հանրային աշխատողներն են, մենք պետքա ներողամիտ իրանց նկատմամբ լինենք, իրենք չեն կարող մեր նկատմամբ լինեն։ Միխոսկով ասած ինչ էր ու այս պայմաններում նայեք մենք քրիստոնեության ներողամտության մասին իրար սիրելու մասին եթե մեր բան այդ գերագույն գլխավոր հավատացյալը արդեն իսկ որոշել է որ պետքա բարենորոգում անի բարենորոգումը սկսում է ներողամտությունից ես կարծում եմ սկսում է սիրելուց մերձավորին այդպես երկրորդը ինչ վերաբերվում է մեր կաթողիկոսին նայեք մենք իրավունք չունենք Գարեգին II-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերել միայն նրա համար որ ինքը ներկայացնում է ինստիտուտ վերջացավ հիմա եթե ինքը սխալ բաներ է վատ բաներ անում եւ այլն այդ եկեղեցու ներսում պետքա այնպիսի դրվածքը լինի որ եկեղեցու ներսում շատ այսպես նուրբ ձևով հարց լուծվի օրինակ մեր ասեմ մեր բանը կաթողիկոսը Գարեգին II-ն ամենալավ ձևով ասեմ որ ինքը չգիտեմ հիվանդացել է կամ եւ այլն ինչպես որ լինում է նորմալ պետություններում որտեղ նպատակ չկա ինստիտուտը վարկաբեկել իսկ Գարեգին II-ից հետո արդեն բանը որ մենք կարող ենք մտածել ասել թե օրինակի համար հազար անգամ կներեք Նիկոլենք որ ասում են կտրիչ Ներսիսյան իրանք չեն վարկաբեկում է Գարեգին II-ին իրանք վարկաբեկում են ինստիտուտը այդ դա մենք պետք է լավ հասկանանք անկախ անձից չայց որ ասեմ որ ես ամենևին չեմ մտածում որ Գարեգին II-ը չգիտեմ էլի այդպես շատ վատ կաթողիկոս եւ այլն ինքը իր գործը արել է մենք աշխարհում այդպես տեսնում ենք թե ես տենում եմ որ գործը արվել է այսքանից գործ էլի որ ասենք մենակ վատն ա եղել կամ բան ես կարծում լավը իր օրոք ավելի շատ ա եղել քան վատը սկսենք այդտեղից ինչքան եկեղեցիներ են կառուցվել, ինչքան բաներ տարբեր Եվիզոր չի որ շինարար վեհապար։ Երևում է գործ արածա գործ։ Վատ բաներ էլ ա եղել անկասկած, բայց եկեք այս ինստիտուտ հանուն ինստիտուտի պահպանման
որտեղ դա ազգապահպան ինստիտուտ է։ Մենք այդ հարցը պարզապես բան չանենք, էլի չշահարկենք, ինստիտուտը պահենք անունը բարձր, եկեղեցու ներսում էլ թող մարդիկ լուծեն իրենց խնդիրները։ Մենք այնտեղ շատ պատվարժան, հոգևոր հայրեր ունենք, ովքեր որ հաստատ կկարողանան այդ խնդիրը իրար մեջ լուծել։ Ինչ ես կարծում, վեհապարին կմեկուսացնի եկեղեցին։ Չի բացառվում։ Ես կարծում եմ, որ մի պահ հիշում եք, որ քրեական գործ էին բացել, այդպես մի փոքր աղմուկ բարձրացավ ու միանգամից ցրեցին, ասեցին, չէ, բան չկա, այդ տրամադրություններն են շոշափում, էլի շոշափելու են, պետք է պարզապես իրենց տեղը ցույց տալ, ասել, նախ եւ առաջ դուք լեգիտիմություն չունեք։ Սկսենք այդտեղից, ինչ բանով եք։ Այստեղ արդեն հավատավոր ժողովրդի Հա, հավատավոր ժողովուրդը պետք է ոչ միայն հավատավոր ժողովուրդը, պետք է ամբողջ ժողովուրդը խոսի, որովհետև նայեք, մենք չպետք է մեկուսացնենք հավատավոր ժողովրդից մնացածին։ Մարդ կա օրինակ, որ ինքը հավատավոր չի, բայց ինքը այդ մշակույթի կրող է։ Այո, ես աթեիստներ գիտեմ, որ օրինակ այդ այո, հենց ես էլ շատ աթեիստներ գիտեմ, ովքեր իրանք ասում են մենք մոտենում ենք մեր եկեղեցուն էս ինստիտուտին որպես մեր ինքնության մաս, որպես մշակութային բան, էլի, որովհետև ինքը մշակույթը քրիստոնեական, մեր հայ առաքելական քրիստոնեական մշակույթը մենք բոլորս ենք։ Եվ ազգային եկեղեցի։ Անկախ դրանից մենք հավատում ենք Աստծո գոյությանը, թե ոչ թե այդ մնացած կրոնական հարցերին, դա մեր մշակույթի խնդիրն է։ Բոլորիս է վերաբերվում, բոլորիս։ Անկամ այդ բաներին, մոլորյալ աղանդավորներին է դա վերաբերում։ Բոլորին ու բոլոր հայերին, այսինքն այդ կլինի կաթոլիկ, կլինի բոլոր հայերին աշխարհի սա վերաբերական համայն հայության այո, հիմա ինքը ամենայն հայոց կաթողիկոսին ոչ կարա մի կերպ անգամ 50% ձայն չհավաքած, քվե չհավաքած պետության ղեկավար ընտրել, որովհետև ոնց որ պետք է հասկանանք, որ հայ առաքելական եկեղեցին ոչ միայն մեր պետությունն է իր մեջ ներառում, ինքը ամբողջ Հայաստանը հայերին, համայն հայության այս փյուրքին միավորող օղակ է։ Այդպես։ Եկեք գիտեք, օրինակ ավելի լուրջ խնդիրներից, նայեք, իհարկե սա ամենալուրջ խնդիրներից է, բայց ի՞նչն է նկատի ունեմ, որ ասում ավելի լուրջ խնդիրներից, այս պահին դատում են ամենայն հայոց կաթողիկոսին, չէ՞։ Իսկ մենք մի հատ ուզում ենք հասկանանք, իսկ ի՞նչ է հանցավորությունը փողոցներում այսքան շատ։ Միգուցե հենց նրանից է, որ ռեսուրսը ծախսվում է կաթողիկոսի վրա գործ կարելու համար։ Միգուցե պաշտպանությունն էլ մեկ մարդու եւ մեկ ընտանիքի։ Հա, ուժայինները իսկ միգուցե այս պահի դրությամբ լիքը ընդդիմադիրներ են նստած, հետախուզվում են բան ու սենց ինչ-որ ձգած, մտածած ինչ-որ պատճառներով, չես հասկանում էլի ինչ, օրինակ նույն 18 արդարների դատը, հենց պարզվում է մարդ կարա ահաբեկիչ լինի, պատկերացեք էլի աբսուրդը, ու իրան բան անեն, տնային կալանք տան։ Իրան մի քանի ամիս պահեն ու տնային կալանք տան կամ ազատ արձակեն։ Մարդը ահաբեկչության գործով դատում ես, հետո պատկերացնում եք աբսուրդը։ Չի կարում, այդ նոնսենսը չի լինում նման բան, որ այսինքն այս կարևորագույն համակարգերը, որը փլուզվել է գոյություն ունեն մեր երկրում այս 18-ից հետո, չի փլուզվել, կա վարկաբեկման չի փլուզվել, իրանք կան ուղղակի ոնց որ նայեք, ուղղակի այն ժամանակ են անձերի համար են աշխատում, հիմա այս անձերի համար ու շատ ավելի sense գրոտեսկային ձևով են սկսել աշխատել, բայց այն ժամանակ մի քիչ այլ էր, որովհետև երբ որ դու լրագրող լինելով բարձրաձայնում էիր, այն ժամանակ կար ինչ որ մտավախություն, բան փորձում էին պնդել, որ այդպես չի, փորձում են արդարանալ։ Հա, այն ժամանակ արդարանում են։ Հիմա վերքս մոնաթ են գալիս։ Կոնկրետ հիմա այն որ մոնաթ են գալիս, ասում են դատի ենք տալու։ Բա նույն Արմեն Ղազարյան հետ լրագրողը որ գնացել է 25 օրյային, չէ՞։ Մարդը գրել է, հաստատ գրել է, ասում է զենքի յուղ չկա, կացին չկա, փայտ կոտրենք, տաքացնենք։ Դանիել Հովհաննիսյանը հենց ասում է, դե տեսեք, առաջընթաց է, որովհետև այն ժամանակ բաներ, տաբուեր չեն կարող խոսել։ Նա խոսոցողներ եղել են միշտ էլ բանակի խնդիրներից, ես հիշում դեռս կային իրավապաշտպանները խոսում էին ժամանակ իրոք։ Ժաննա Ալեքսանյանը վառոյին։ Այո, ու որ ասես տաբու է, դա տաբու չէր, ուղղակի հա, նրանց է դուր չէր գալի, իրանց համար շատ զգայուն էր, որտեղ իրանց համար բանակը այդտեն բաներ, որ տեսեք Արցախի արս կա, դրա համար է կոռուպցիա կա, դրա համար սկան վատ է երկրի վիճակը։ Հիմա Արցախը Սրանց համար Արցախը չկա, մենք պարտվել ենք պատերազմ, իրանք 6 տարի է մեզ հեքիաթ են պատմում, որ այս 8 միլիարդ դոլարի պարտքը, որ իրանք վերցրել են զենք են առել, բայց պարզվում է ԱԹՍ ջոկ կա, ԱԹՍ չկա, կորդ ջոկ կա, կորդը չկա։ Մի հատ էլ հարցնում են մեր բանին գեներալիսիմուս, մարշալին մեր, Նապոլեոնի բանն է, ինքը ռեինկարնացիան է, ոչ ավել, ոչ պակաս։ Հարցնում ասում են այդ բարձր մեծ տրամաչափի զենք, կարծեմ հենց այդպես ասում, դե մեծ տրամաչափի զենք մենք չենք բարձրացնում պոստեր։ Բարև ձեզ, բա ինչ եք անում այդ մեծ տրամաչափի զենքը։ Բա падրոններն ինչի համար է, ինչ են զինվորները բաներ, հա падրոնը շպրտելու հակառակորդի վրա։ Դե լավ, արդեն վրա։ մեր մոտ ամեն ինչ հանգիստ է, ապահով ենք, անվտանգ ենք, ինչ էլ մի զենք զինա։ Հա, հեչ, բան չասեցի։ Մարդիկ ասում են խաղաղ, բայց չգիտես ինչի խաղաղ պայմաններում օրինակ հրապարակվեց վերջերս, որ 30 հոգի զինվոր
Զովել է, հենց խաղաղ պայմաններում։ Հա, ինքնասպանություններ հենց այդ վիճակը բանի, բացում է տաբուացված է, բացում է ժամանակին տաբուացված է, բա հիմա տաբուացված չի, եթե զինվորն ինքնասպան է լինում, նշանակում է ինքը իր խնդիրը չի կարողացել, չէ՞ որով այդտեղ բարձրաձայնի։ Տաբուացվածությունը խիպոզով պոչով է լինում։ Ինքնասպանություններն այդտենց օթից չի գալիս, հա։ Ուրիշ բան ասեմ, մեր մամլո խոսնակը բանի, ՊՆ-ի Ես ուզում եմ ես մի հատ վիդեո կնկարեմ այդ մասով, այստեղից էլ ասեմ, պարոն մամլո խոսնակին ուզում ասել, պարոն մամլո խոսնակ, ձեզ աշխատավարձ չի վճարում պարոն Ասրյանը։ Հարկ վճարող քաղաքացին է վճարում ձեզ աշխատավարձ։ Ու պարոն Ասրյանն ասեմ, պարոն Ասրյան, ձեզ էլ աշխատավարձ չի վճարում Նիկոլ Փաշինյանը, հարկ վճարող քաղաքացիներն են ձեզ աշխատավարձ վճարում։ Ասած ինչ է, ինչի համար այս ամեն ինչ ասում։ Նախ որ իրանք հաշվետու լինեն հանրության, երկրորդը մամլո խոսնակին եմ դիմում պաշտպանության նախարարության, բացեք ձեր Facebook-ի մեկնաբանությունները, բացեք ձեզ աշխատավարձ վճարողները ձեզ ուզում են մեկնաբանություններ գրել։ Հիմա իրանք կասեն, գիտեք ինչ կա, բանը տաբուացվածություն ուրիշ ձև է լինում, փակել է մեկնաբանությունները, չկա մեկնաբանությունների հատված։ Հիմա Հելնես ասես ինչի է փակած, ես գիտեմ ինչով են իրանք արդեն, որ գալիս են վատ մեկնաբանություններ են թողում, հայհոյանք ինձ չեն թողում, մենակով ես սահմանափակում եմ, ֆիլտրեր եմ դնում, բառեր կա, բանալի բառեր, ես ձեզ կսովորեմ, եթե ինչ անկեղծ ասում, եթե դուք չգիտեք ոնց դա անել, ես կգամ ձեր փոխարեն այդ կանեմ, ոնց անեք, որ չկա հնարավորինս մաքսիմալ, մի հոգել աշխատող եք պահում, նասյակի որ ինքը բանանի, բլոկի ջնջի վատ մեկնաբանություն գրողների։ Այդքանը։ Այսինքն ես մենակովս իմ էջում կարում եմ այդ խնդիրը լուծեմ, մի հատ ամբողջական նախարարություն չի կարող։ Ինչ եք փակել մեկնաբանությունները։ Պարոն Յովհաննիսյան, բա մի հատ գնացեք ձեր այդ կոլեգանա, չգիտեմ, ովա ձեզ, մի խոսքով կամ ձեր մերձավոր իշխանականներին խնդրեք, թող բան անեն, այդ հարցը լուծեն։ Բա ինչա փակ այդ մեկնաբանությունը։ Ես ուզում եմ մտնեմ մի հատ հարց տամ այդ մարդուն, ասեմ, ես ինչա կատարվում իմ բանակում։ Բա 6 տարի դուք ասում եք բանա։ Բանակի ռեֆորմ ենք անում, ուրա ռեֆորմը, բա գնացել է ԳՇՊՏ գնացել հասել է պոստեր, նայում եմ ինչ դա պոստերում փոխված։ Ես ուզում եմ հիշեմ էլի իմ վաղտվանից ինչ դա փոխված է, պոստերը քարա դրած, պայթող, գիտեք ինչ դա տարբերությունը, պայթող քարեր են այնտեղ դրել։ Արկը կպավ, դա զենք է զինվորի դեմ, ո՞նց կարելի է քար, պայթող քար։ Անդրանիկ Քոչարյանը ասում էր, որ կահավորել ենք, այ դուք Որն էր կահավորում այդ։ Ես ուզում հասկանամ, գնում է զենքի արկղի մոտ ցույց է տալիս, զենքի արկղի վրա սպիտակ բանով կպցրած, ասենք բանի անունը, զենքի արկղը։ Ես ծառայած տղա եմ, ես գիտեմ ոնց է վիճակը։ Ոնց է բանի այդ արկղի, հին արկղի, որը նոր չի բաց, դրա վրա թղթի վիճակը ես գիտեմ ոնց է լինում, ոչ պետք էլ չի էլի ծառայեցնես որ դա հասկանաս։ Ես գիտեմ այդ փայտը ինչ վիճակում է լինում, երբ որ ինքը մաշված է լինում, երբ որ ինքը օգտագործված է լինում։ Կամ ասենք, կամ դա իրանց համրաշինական կառույցները ինչ է սիրուն ցույց տալեն բլոգերներին ուղարկել նկարում են։ Դուք տեսաք համրաշինական կառույցը, որտեղ մտավ Ասրյանը տուֆ էր դրած իրար վրա, այն գերաններով ինչ է փոխվել։ Անի ինչ է փոխվել։ Բանը դուք տեսաք խրամատը։ Զինվորների բանը ամբողջական բոյը չէր փագում։ Ինչ է փոխվել, պարոն Ասրյան, ինչ է փոխվել, պարոն Նիկոլ։ Ինչ է փոխվել 6 տարի իշխանության եք։ Լավ ասեցիք, բանը պատերազմ պարտվեցինք 2 տարի ժամանակեր չհասցրինք։ Բայց ես գնացել եմ պատերազմ, ի՞նչ է տարբերությունը։ Ես ուզում եմ հասկանամ, էլի այն ժամանակվան ինչը ես տեսել եմ ու հիմա տենում եմ, ո՞րն է այդ անտերի տարբերությունը։ 8 միլիարդ դոլար, ես դες ասեմ այդ 8 միլիարդ դոլարին հեսա էլի է ապարտ գալի։ Ու մենք տարեկան մենք դրա մասին քննարկել ենք 2 միլիարդ դոլարից ավելի մարմանն ենք փող տալիս։ Մենք մեր պետական բյուջեի միահագին կտորը Ես կհաշվեմ կասեմ ինչքան կտորը, սարսափելի կտորը։ Մենք 13% մենակ սպասարկմանն ենք տալիս, սպասարկումը մենակ տոկոսավճարն է։ Դե պատկերացրեք սպասարկումից վեր ինչքան էլ տալիս եք։ Միատել եք դուք վերցնում, էլի 350-ից 400 միլիոն դոլարի վարկ նորից վերցում են հեսա։ Ուրա զենքեր էին ցույց տալիս իրոն մեզ բաներում հրապարակներում։ Ուրա մենք սպասում ենք հաշվետվողականություն, այսինքն փակ համակարգը բանակ։ Մենք հասկանում ենք որ փագավուլիքը բան ռազմական գաղտնիք է, բայց չի կարելի մարդկանց լրացնել ասելով որ պատասխանատվության կենթարկվեք։ Այսինքն դուք ինչ ուզեք կանեք ներսում։ 6 տարածած 8 միլիարդը, որը պետական պարտքը գոյացել է, իրանք հիմնականում ասացին, որ պաշտպանության նախարարության առել, ասեց Նիկոլ Փաշինյանը, իսկ ես իան պատասխանում այդ վիդեոյում սու տեկ խոսում։ Իրանք 3.5 միլիարդից քիչ ավելի էին ծախսել այդ ընթացքում զենքի գնման հենց այդ տողով հանել էի ֆինանսների նախարարության հաշվետվությունից հենց այդ տողով արածը փաստացի իրանք չեն հակադարձել եթե ես սխալ եմ որևէ բան ասում ցանկացած իրանք մասնագետ կլինի բան իհարկե ոչ են իրանք այն անմկարդակ հայ հոյախոսների մասին չի խոսք էլ իրանք բանն նորմալ ձեր բաներից փորձագետներից հանեք թող հակադարձի ասի ստում ես Արծրուն Հովհաննիսյանը կարա դա անի այնպես որ Ճիշտ աշխատանք ունի
Հա, ես սկզբունքայինորեն դեմ չեմ, թող Արծուն Հովհաննիսյանը հակադարձի։ Թող ասեն ստում ես, բան այդքան չի ավելի շատ ենք առել, այսինքն այստեղ խնդիրները կան, հստակ են, Ադրբեջանի ռազմական ուժերը ըստ իմ դիտարկումների օրեցօր ավելի ու ավելի ուժեղանում են, ավելի ու ավելի բան մարտական են ոնց որ տրամադրվում է։ Դեպքում ինչու, եթե մենք այտենց խաղաղության մեջ ենք ու Ադրբեջանը զինվում է, ավելի այսպես մարտավարություն այլ տեղ է, հա, տանում դեպի ավելի մարտունակ դարձնելով իր բանակը, իսկ մեզ բանակ պետք չի օրինակ։ Նայեք, ես համոզմունք ունեմ, ինչպես Ռուբեն Ռուբինյանն այն ժամանակ ասեց, չէ, ինքը հայտարարեց, ասեց մենք ինչ որ հեքիաթ էր պատմում երեխաների առողջության բանի մասին ու ասելով, որ մենք պետք է ամեն ինչ անենք, որ պատերազմ չլինի։ Կուրսը դա է։ Անել ամեն ինչ, որ պատերազմ չլինի։ Դա դրա մեջ է մտնում ըստ իս նույն, որ ԱԹՍ-ի ջոկ կա, բայց ԱԹՍ չկա։ Դրա հենց այդ գծի մեջ է, երբ որ կորդ ջոկ կա, բայց կորդը չկա։ Հենց այդ նույն բանի մեջ է, որ մեր բան ամրաշինական կառույցներ չկան, մի հատ տեղ այդպես բուտաֆորի սարքել նետել դաբրոյով, որ ցույց տան ընտրությունից առաջ, բայց մնացած տեղերը չկա այդ ամեն ինչը, որովհետև ոնց պետք է պատասխան տան, չէ՞, նրանք ասել են, մենք օրինակի մոտ բան ունենք, այդ բանավոր պայմանավորվածություն ունենք, որ դուք պիտի բան անեք, զինաթափվեք։ Ինչ եք բան սարքում ամրաշինական, բա խաղաղության ենք գնում։ Ես այդ բան եմ, բայց ես ասեմ, որ եթե քարտեզներով այդ ամեն ինչ ապացուցել է, դուք կարող եք տեսնել, որ քարտեզից են կողմ անընդհատ նոր շինություններ են ավելանում, ադրբեջանցիները շատ ակտիվ իրենց ամրաշինական կառույցները կառուցում են, մեր զինվորները այդպես են բաներ են, որ ասում են կանսերվի բանկի բանի հետ խոսույթի վրա եկածները, ոնց որ ավելի լավ բան ըստիս չեն անում, որ նայում եմ, հա, կանսերվի բանկա չկա, բայց գոնե ժամանակ որ կանսերվի բանկեն կար, այդպես զնգզնգում էր, հիմա ոնց որ չկա, չի զնգզնգում այդ էլ։ Ոնց որ հանել եք, բայց կարող է всё-таки, եթե դուք չեք դնելու բան համակարգեր, ովքեր որ դիտարկման համակարգեր, ոնց որ ավելի լավ է հետ բերեք այդ կանսերվի բանկերը, դրանք գոնե ինչ որ ֆունկցիա կատարում էին։ Եվ պարոն Աշոտյան, երեք օրինակ ԿՊԱ-կան մի падգամավորուհի հենց ամբիոնի մոտ հայտարարեց, որ մենք ոչ մի բան չենք հանձնել, եթե հանձնել ենք, ասեք, որ հանձնել ենք։ Ասում եմ Արցախը։ Ես ուզեցի հասկանամ ուր է բա իմ հայրենիքը։ Ուր է այն մարդկանց, մարդիկ ուր են, այդ մարդիկ ուր են։ Նայեք, այդ բանի մեջ, այն գծի մեջ, որ Փաշինյանեն երբեք չեն սիրում իրենց սխալներ ընդունել, եթե սխալներ ընդունելը ըստ իս բան չի պարտադրված չի Ադրբեջանից։ Դա կոնկրետ ճակատագրական սխալներ են, տեսեք ինչ ճակատագրեր են ու այս մի ամբողջ ժողովրդի գաղթական են դարձրել անտուն անտեր։ Նայեք, ախր գիտեք, այդ ախր աքսիոմա է, այդ ախր որ այդ քննարկման մեջ մտնելն անգամից դուրս չի գալիս, երբ որ ես սկսում քննարկել ենք հանձնել են թե չէ, որտեվ իրենք հանձնել են, ու դա փաստ է։ Ես անգամ չեմ ուզում մտնեմ այդ բանի մեջ, այդ դիսկուսիայի, այդ պոլեմիկայի մեջ չեմ ուզում մտնեմ, որ իրանց համոզեմ, որ իրենք հանձնել են։ Ոչ, որովհետև իրենք հանձնել են ու դա բացառիկ ճշմարտություն է։ Որտեղ դա մեր աչքի առաջ է տեղի ունեցել։ Հիմա իրանք ինչ որ մենք մեր աչքով տեսել ենք, իրանք ասում են չի եղել նման բան, մենք չենք հանձնել։ Բա ինչ է քարը։ Լավ, օքեյ, չեք հանձնել։ Գիտեք, եթե նայում ենք ռեալ պոլիտիկի տեսանկյունից, ինքը շատ ցինիկ է, ռեալ պոլիտիկը ինքը շատ այսպես կարա անարդար լինի մեր համար, բայց այդ ռեալ պոլիտիկի տեսանկյունից դու մի բան տալիս ես, մի բան ստանում ես, չէ՞։ Իսկ շատ ցինիկ խոսակցություն մի հատ տանենք։ Տվեցիք Արցախը, ինչ ենք ստացել։ Ինչ ենք ստացել Արցախի դիմաց։ Okay, մենք զիջեցինք Արցախը։ Մեզ խոստանում էին, ես հիշեցնեմ էլի բոլորի խոստումները։ Ով մեզ ինչ ասես խոստացավ։ Եվրոպացիները խոստացան 2 միլիարդ եվրոյի աջակցություն։ Հիշում եք այդ խոսակցությունը։ Այո։ Ինչ եղավ։ Լավ, տվել եք Արցախը, բայց Արցախահայերն էլ եկել են, մինչև այսօր իրանք ունեն շատ խիստ կարիքներ, մեծ կարիքներ ունեն։ Իրանց կարիքները ոնց է, ինչ միջոցներով բավարարում։ Իհարկե գալիս է դրսից էլ ինչ որ բան գալիս է, Նիկոլ Փաշինյանը սիրում է ասել, որ իբր թե պետական պարտքեր ներգրավել բանանելու համար, բայց այդ այնքան է տենց չի, ես այն ժամանակաշել։ Համի 300-ից 350 միլիոն դոլար էր, եթե չեմ սխալվում, դրա մասն է վիդեոն, որը օգնություն ենք տվել։ Սկզբում այդ զենքի մասի խոսած զենք են գարել, դա արցախցիներն են տվել։ Այս պետությունում ինչ եղել է ամեն ինչի համար արցախցիներն են մեղավոր էս իշխանության, որ ինչ լինի արցախցիք, ղարաբաղցիք, սենց մի խոսքով։ Այդ էլ այդ պետական պարտն էլ այդ խեղճ մարդկանց ջեբը գցին։ Ասած ինչ էր, հիմա նայեք, այս իրականության մեջ ոնց որ երբ որ ամենուրեք իրանք ծախողումներ են անում, իրանք պետքա ուղղակի այդպես վիճ չվերցնեն իրանք ծախողումները, բայց մի հատ մեկ էլի հարցնի, լավ, օքեյ, ռեալ պոլիտիկիկ ասում, ռեալ ինչ ենք մենք ստացել, ռուսից ինչ ստացանք, եվրոպացուց ինչ ստացանք, ամերիկացուց ինչ ստացանք, մենակ տվել ենք ու շարունակում ենք տալ, ու ոչ մի բան էլի չենք ստանում։
Okay, բան են խոսում են ԵԱՏՄ-ից դուրս գալու, ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, չէ՞, ակնհայտորեն այդ թեման են տանում։ Ինչ ենք ստանալու մենք դրա դիմաց։ Իրանք մեզ խափում են, ներկայացնում են իբր թե այդ մեր վզին պարանոցին այդ բանա, պարանա գցած, մեզ խեղդում է ու մեր միայն է դրանից դուրս գալ արդեն մեր փրկությունն է, նույնը ռազմաբազայի մասով, բայց թե ԵԱՏՄ-ից դուրս գալու մասով, թե ռազմաբազա հանելու մասով մենք պետք է այնքան մեծ բաներ ստանանք, այնքան մեծ արդյունքներ ստանանք, որ մենք ասենք գոնե լավ, որ ռուսի հետ մենք թարսվում ենք, գոնե թե այ ամերիկացին եկա մեզ իրոք երաշխիք ներկայացրեց, որ ռուսը մեզ չի վնասի արդյունքում, կամ Եվրամիությունը եկավ մեզ բան արեց, չգիտեմ, ընդունվեցինք Եվրամիություն։ Խնդիր չկա, դուք մեզ Եվրամիություն ընդունեք, մենք դառնանք լիիրավ անդամ, խնդիր չկա, ԵԱՏՄ-ից է հանեք, տո ռազմաբազան է, ամեն ինչը բան արեք։ Ինչ է վիզաները ազատականացվում են։ Ուրա, կարևոր ասվում։ Ուրա, ախր գիտեք խնդիրն ինչու՞մ է, վիզաները չի ազատականացվելու։ Գիտեք ինչի չի ազատականացվելու, որովհետև դուք տեսաք Մարոկոից են 60-ից 80 հազար միգրանտները, որ ճեղքեցին մտան, ցավալիորեն եվրոպացիները մեր մասին ավելի լավ կարծիքի չեն։ Ու այնտեղ շատ խիստ ճգնաժամ է։ Ու իրանք մեզ նայում են այն աշկով, հենց ցավալիորեն գիտեք, իրանք մեր մասին ավելի լավ կարծիք չունեն, որտեղ իրանք մեր ներկայացուցչին են ճանաչում։ Ոնց որ պատկերացնում եք, եթե իրանք տեսում են Նիկոլ Փաշինյանի իրանք Մեր մասին իսկապես չունեն, որտեղ կապիտուլացիա ստորագրած վարչապետ կամ երկրի ղեկավար, իրանք մոտ տպավորություն չկա, ոնց կարելի է ժողովուրդը գնալ երկրորդ կամ երրորդ հետաքրքիր թեմա է ասեմ, շատ զգայուն թեմա ասեմ։ Հիշում եք մեր սոցիալական հարցերի նախարար արդեն բարեկեցության նախարար։ Դարել արդեն դա բարեկեցության նախարար սոցիալական հարցերի չի։ Ինչ էր ասում մեզ 2 տարի առաջ։ Ես ուղղակի հիշող մարդ որպես հիշացնեմ, էլի բոլորին մեր հանրությանն է հիշացնեմ։ Ասում եմ Հայաստանի լավ այդքան երիտասարդ չէ, իրար հետ ենք նշեց ծրունդս։ Նայեք, խնդիրը ստեղ ինչին է գալիս, որ այս մարդը խոսում էր, հիշում եք, ասում է մեզ անհրաժեշտ է դեմոգրաֆիական աճ, ասում է դեմոգրաֆիական աճի համար մեզ պետք է ներգաղթ։ Դրանից գրեթե 1-1.5 տարի առաջ խոսակցություն էր գնում, որ Բրիտանիան Հայաստանի վճարելու 200 միլիոն դոլարի կարգի ավելի, որ Հայաստան պիտի ընդունի միգրանտների։ Հիշեցնեմ վերջին խոսակցությունը Իտալիայից խոսակցություն կա, որ պատրաստվում է միգրանտներ ուղարկել Հայաստան։ Լսել եք այդ խոսակցությունների մասին։ Հիմա նայեք ամբողջ Եվրոպայում ես բավական խորությամբ ուսումնասիրում եմ գերմանական քաղաքականությունը կոնկրետ ինձ հետաքրքիր է իսկապես ինչա տեղի ունենում որտեղ դեռ օրինակ AfD կա որ ակնհայտորեն իշխանության է վաղ թե ուշ գալու տարբեր այդպես գործընթացներ են տեղի ունենում հա ու AfD-ն որ գա իշխանության ճիշտ ասած ես վատ լուր ունեմ մեր եվրոպայից գրանտեր ստացողների համար իրանք կտրվելու են այդ գրանտերից ակնհայտորեն մասան Հա, հարցը լիչում է ռեսուրսները պակասում են Եվրոպայում, եվրոպացիները արդեն բողոքում են հենց միգրանտների վրա ու AfD-ն նույն, որին այդպես անվանում են աճ ծայրահեղական, չգիտեմ, տարբեր կարծիքներ մի խոսքով, դա էական չի։ Էականն է, որ իրանք ռեմիգրացիայի քաղաքականություն տալիս, այսինքն իրանք ասում են մենք առանց ուսումնասիրելու որ մարդու իրավունքներ եւ այլն, ուղղակի միգրանտներին բռնելու ուղարկելու ենք հետ։ Խնդիրն ինչու՞մ է եղել այդ միգրանտների բաների էլի մեծ ճգնաժամ, որովհետեւ սկսած օրինակ 2015 թվականին նոր տարվա գիշերը պատկերացրեք, երբ որ գերմանացի միշտ հավաքվում էին տոնելու, մի քանի հազար սեռական բռնության դեպք արձանագրվել, ոստիկանությունը տրվել, այսինքն միգրանտները գնացել են, երբ որ կեսգիշերը եկել է եւ այլն եւ այլն։ Ու այդպես տարի գալիս է ու այս վերջերս էլի դեպք տեղի ունեցավ, երբ որ միգրանտները հարձակվել էին էլի տեղի բնակիչների վրա, այսինքն բնակիչները իրենց անվտանգ չեն զգում։ Հիմա նայեք, կան միգրանտներ, ովքեր տեղավորվել են, բժիշկներ են դարձել եւ այլն, իրենք բարձր մակարդակի արդեն քաղաքացիություն ունեն։ Իրանք արդեն քաղաքացիություն են։ Պատկերացնում եք, չէ՞ ովքեր են մնացել տակը, ովքեր դեռևս ապօրինի միգրանտ են։ Պատկերացիք որակը։ Այ իրենց ուղարկելու են այն պետություններ գլուխներն ազատելու համար, որոնք կընդունեն իրենց փողի դիմաց։ Հիմա նայեք, կհիշեք Թուրքիան, ուրեմն միլիարդավոր դոլարներ երկրաժանակ ստանում սիրիացի փախստականների իր մոտ պահելու համար։ Իհարկե Թուրքիա չհամեմատվենք ինքը ուժեղ պետություն ենք կարա այդպիսի ճգնաժամը կարգավորի պատկերացեք Հայաստան են գալիս լիքը Ալժիրից, Մարոկոից, աֆրիկյան տարբեր պետություններից, տարբեր արաբական պետություններից ես չեմ ուզում այդ ազգերին գտնել որովհետև ցանկացած ազգ իմ համար հարգանքի արժան ես ուզում գտնել այդ ազգի այն ամենացածր հատվածին ով որ հանցագործ է ով որ որակը հա որակին եկեք անդրադառնանք ովքեր որ Հայաստան գալուն պես ես ձեզ ուղղակի ասում եմ մեր մոտ մի աղետ է սկսելու իսկ սրանք անելու են դա այդ խոսակցություն կա այսինքն պատկերացեք իրանք անդա դոտացիաներ ստան Եվրոպայից Եվրոպան դե գլուխը կազատի ավելի քիչ փող կտա Հայաստան քանի որ այս բանին իր սոցիալը պահում է այս անօրինական միգրանտներին հասկանում եք տապորինի միգրանտներին
Ու այդպես Ամերիկայից մի քիչ կգա, մի քիչ ստեյց, մի քիչ ընդդեից ու Հայաստանը կարող է տենց Նիկոլ Փաշինյանը ամեն դեպքում իրեն խոստումը կատարի, որ 5 միլիոնի հասցնի մինչև 2050, բայց այդ 5 միլիոնը ինչ որակալ լինելու ովքեր են լինելու։ Կարող է մենք էլ օրինակ մեր աղջիկներին ինչ որ դրսում բռնության ենթարկեն։ Ավելին ասեմ, աղջիկների սեռական բռնության ստատիստիկան ես նայել եմ, այս միան աղջիկների չէ, տղաներն էլ են բանում ավելի քիչ ու աճում է թվերը։ Ես ճիշտ ասած կուզեի իմանալ, էլի մի հատ մենք պատկերը տայինք էլ վիճակագրությունը, իսկ ինչ ազգության կողմից։ Ինձ հետաքրքիր է այդ ստատիստիկան։ Խնդրում եմ ոստիկանությունը, եթե հնարավոր է, այդ ստատիստիկան է տա, ինչ ազգության կողմից են մարդիկ ենթարկվում սեռական բռնության։ Ես ոչինչ չեմ պնդում։ Ես օրինակի համար ոչ էլ նկատի ունեմ շատերը կարող գնան ասեն, հնդիկների վրա բոճկա գլում, չէ, հնդիկները շատ խելոք են։ Ես ինչքան հնդիկ տեսեմ, խելոք աշխատողներ են։ Իսկ հնդիկներից զատ ովքեր են Հայաստան ներխուժել, ես այդպես հարց ունեմ։ Օրինակ կարող է պակիստանցիները, ովքեր պատերազմում էին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ 2020 թվականին։ Կարա լինի։ Կարա լինի։ Կարա լինի։ Կամ այլևայլ շատ էսպես ծայրահեղական տրամադրված ինչ որ այլևայլ խմբեր։ Ինձ հետաքրքիր է, ես որովհետև մտածում եմ, ես հեսա շուտով օրինակ ես պետությունում եմ ապագան, ես տեղ ընտանիք եմ կազմելու, երեխեք եմ ունենալու, ես մենակ չեմ մտածում, հիմա ինձ լավա խաղաղա, ու всё երեխեքիս համար ոչ մի բան։ Ու ավելին ասեմ, ես այս պահին բաներն եմ, այդ կրիմինալ ստատիստիկան եմ ամբողջությամբ ուսումնասիրել, դրանից էկոնոմետրիկ անալիզ եմ արել, դրա հիման վրա սարքել եմ համ գիտական հոդված, որ չգիտեմ ինչ եմ անելու, չունեմ ղեկավարով տպակրեմ։ Դրա հիման վրա նաև պես կարելի ասել կիսագիտական հետազոտությունն եմ արած հենց ավելի բան հասկանալի մարդկանց համար թե ինչ իրավիճակը։ Ես ասեմ, որ 2020-ից հետո կրիմինալ ստատիստիկան շատ խիստ աճել է ու ոնց որ պատկերացեք ինքը այս արդեն ստաբիլ վատ է, բայց 20-ից հետո ինքը աճել է ու դրա համար մեզ կարող են ինչ որ հեքիաթներ պատմել, որ այս հանցագործությունը այսքան իջա, ավեն ինքան, բայց դու նախորդ տարվա հետ խես համ եմ ատում, եթե օրինակ 20-ից հետո այդ թվերը աճել են 22-ից հետո նամանավան դու ստաբիլ վատ վիճակում ենք, այսինքն իսկ ով պետք է պայքարի այդ հանցագործությունների դեմ, այդ մակարդակը իջնի հանցավորության։ Այդ զոհերին էր, հա, մարդաքանակով այդպես մի հատ ավել, մի հատ պակաս ռեսուրսի խնդիր է, այս կարծում եմ պետքա մի երկու ընդդիմադիրի հանգիստ թողեն զբաղվեն բաներով։ Որտեւ իրավապահ համակարգի ռեսուրսը անվերջ չի։ Որը ոչ մի տեղ չի տանում, որովհետեւ սրանց նպատակը ոչ թե այդ ձեր ասած բաներն է, որը պետք է շտկել, Հա, ես ճիշտ ասած նպատակը լրիվ ուրիշ տեղ է տանում։ Ծրագրեր ազգակործան, որը պիտի վերջնական հասնի։ Հա, ու արդյունքում ոնց որ նորմալ մարդկանց իրականում իրավապահ համակարգի մոտ շատ են բանում։ Ես չէի այդքան իրաց մեղադրի, որովհետև նու փաստացի ինստիտուտ է, այդ ինստիտուտի մեջ գոյություն ունի վերտիկալ, որով իրանք ոնց որ չեն կարող շատ բան անեն, էլի։ Ոնց որ իրանք պետք է ենթարկվեն հրամանին։ Այդ ձևը, ուստավը այդ ձևի է։ Պարզապես մեր եղբայրներին, քույրերին, հայրերին, մայրերին համակարգերում աշխատող, ես ուզում եմ այն բանը ասել, որ ժողովուրդ ձեզ չի վճարում աշխատավարձ Նիկոլ Փաշինյան բարձր արտավարձ ինքը չի տալի, ինքան դա ձեզ փորձում է հենց դա ցույց տա, որ ինքն է տալի, բայց իրականության մեջ դուք հանրային ծառայողի բարձր կոչում կրող եք, հանրության համար եք դուք աշխատում։ Այնպես որ ես այդ խնդրանքն ունեմ, որ այս մարդիկ, չգիտեմ ոնց են անում, ռեսուրս են ազատում, ինչ անում, իշխանությունից ես սպասելու բան չունեմ։ Մի բան անեն, չգիտեմ, այս հանցավորության վերջը տրվի, զբաղվեն այդ հանցագործներով։ Դա չի լի, որովհետև նույն այդ իրավապահ համակարգը ու ընտանիք ունի, իրանք երեխեք ունեն, բաներ, վաղը մյուսօր այդ հանցագործների զոհը ձեր երեխեքն են հենց դառնում։ Բայց նաև ասում են, որ ամենաապահով երկրների շարքում է Հայաստանը։ Մենք իհարկե այս թեմայով առանձին զրույց կունենանք, կարծում եմ մի օր մոտորերս, բայց ամեն դեպքում պարոն Աշոտյան նաև կուզենայի վերջնական ամփոփելով մեր զրույցը հասկանալ այս իշխանությունը վերջի վերջո այս սահմանազատման, սահմանագծման հետ թեմաները անդադ առաջ են տանում եւ նաեւ սահմանադրության փոփոխության ընդհանուր փոփոխման եւ գիտենք այդ փոփոխումը որտեղից է եկել եւ մեր հայկական սեղանին ով է վերել դրել։ Այս ամեն ինչը նաեւ, հա, փորձելով հանգուցալուծել, ուր է տանելու այս ամեն ինչը։ Տանելու է նոր հողեր հանձնելու ու հետո ասեմ, որ իրանցի պատմությամբ պես, իրանցի պատմությամբ պես, հա։ Միանշանակ Տիգրանաշենի հարցն այսօր կոնկրետ դրված Տիգրանաշենի հարցն է, մեր սահմանադրության հարցն է, որին շատերն ասում են, մի հատ սահմանադրության մասով էլի խոսենք, ես կուզեի իմ կարծիքը դրա մասին ասել, շատերն ասում են, որ դա թակարդ է, որ պետքա որևէ կերպ այդ հարցը չբարձրացնել ու ցանկացած դեպքում ենք թակարդ ենք ընկնելու, երբ թե սահմանադրության հարց բարձրացնենք, որտեղ եթե այոն անցնի ոնց որ այսինքն եթե մենք այդ դնում ենք արդեն իսկ Ադրբեջանը պահանջելու է սահմանադրության նախաբանից անկախության հռչակագրի հեռացում
Եթե այո ենք ասում, ոնց որ դա ալիբի է ոնց պատրաստ սկսելու համար, եթե այսինքն պատճառ է էլի պատրաստ սկսելու համար, իսկ եթե ոչ ենք ասում, ոնց որ Այ կներեք, եթե այո ենք ասում հակառակներ։ Ալիևի ուզածնելին ոնց որ Նիկոլը ընտրվեց եւ քարոզարշավ արեց։ Ինձ ընտրում եք պատրաստ։ Չի լինում, չեք ընտրում սեպտեմբերին։ Այո, հիմա այսինքն մեզ ընտրություն են տալիս պատերազմի ստորացման միջև։ Հասկանում եք, այսինքն մենք կամ ստորանում ենք, կամ էլ ստանում ենք պատերազմ։ Հիմա ասածն ինչ է։ Այս պայմաններում, օրինակի համար ես չեմ պատրաստվում այս անգամ էլ այս կռվից թռնել։ Ես ասում եմ ոչ։ Դի սահմանադրությունը քվեարկության ես գնալու եմ ոչ եմ քվեարկելու, չեմ բոյկոտելու։ Ես գնում եմ ոչ եմ քվեարկում, որովհետև սա իմ պատասխանն է, իմ մեսիջն է Ալիևին, որ եթե դու մտածում ես, որ դու ինձնից կարաս ստանաս ստորացում, դու ինձ կարաս ստանաս, որ ես ինքնակամ հանձնեմ իմ սահմանադրության միջից անկախության հռչակագրի հեռացումը ու դու դա ինձ ստիպելով անես, դա չի լինելու։ Ես ոչ եմ ասում, ու ոչ էլ ես թռնելու եմ ինչ որ բան եմ մտածելու եմ խորամանկ մի հատ միջոց, որ ասենք քո զայրույթից ինչ որ ձև փախնում, չէ, ոչ եմ ասում։ Չի լինելու, քո ուզածը չի լինելու, չես ստանալու։ Բայց այն միջին վիճակագրական հայը չգիտի անկախության հռչակագիրը ինչ է, որ սահմանադրության մեջ է, եւ սահմանադրական բացատրել են։ Սահմանադրության մեջ Բառաշնորհությունը ինչի համար է։ Բառաշնորհությունը նրա համար է, որ միջին վիճակագրական մարդկանց բացատրի այդ ամեն ինչը։ Բայց դրա համար ենք ասում, մեզ առաջնորդությունա պետք, որ այդ ամեն ինչը։ Դա էլ ընդդիմությանն է անելիքն է, որ ընդդիմությունը ամենօրյա ռեժիմով պիտի արտադրողները լցնի, որ դա ինչի համար է։ Ոչ միայն պետք է ընդդիմությունը գնա ազգային ժողովի տրիբունից գլուխ կովա թե իրանց գյուղում ինչքան են իրան հարգում, ու ինքը սա մաքուրով աշխատել, այլ նաև պետք է այդպիսի աշխատանքներ տանել, ոնց որ հասկանում գլուխ կովալու ժամանակ բոլորը կգտնեն, բայց պետք է այս աշխատանքն էլ տանել ու ընդհանուր առմամբ բոլոր կողմից ուղիղ խոսալ։ Այո։ Որովհետև այս ամեն ինչի դեմ որ խոսում ենք, պետքա չլռել, խոսալ, այս ամենից բոլոր հարցերը բարձրաձայնել, անգամ ամենասուր անգամ ամենա առաջին հայացքից վտանգավոր հարցերը, որովհետև ինչքան լռենք, այնքան ավելի վտանգավոր է հարցերը դառնալու։ Դրա համար էլ աշխատում է լռելու վրա։ Այո, դրա համար խոսում ենք։ Դեմոկրատիա եք ասում, դեմոկրատիա ինչ ասում, դեմոկրատիա ազատ խոսքը չի ասում են։ Ինչի մասին է խոսքը։ Մենք էլ իրացնում ենք մեր այս դեմոկրատիայում մեր ազատ խոսքի իրավունքը։ Շնորհակալ եմ զրույցի։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ